Հա բայց նորից ջան ինչի՞ չպետք է գա այդ մարդու ընտանիքը եւ բաները։ Եթե դա պետական ռեսուրս չի։ Դու մեր ներքին էթիկայի հետ ի՞նչ գործ ունես։ Դու ձեր լրագրողական ներքին էթիկայով զբաղվի։ Ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգու պետք է բերել փոխմասեր։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այդ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց Ինչ հարց է Նարեկ, ինչ հարց է, այո, ինչ ասեց պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետք է քննարկվի, կքննարկեմ այդ հարցը, այսինքն տենց պետք է չլինի, բա ո՞նց պետք է լինի, տենց պետք է ինքը ասի, ես չանեմ, այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է, այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակություն է, այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Սիմոնյան մի վերջին հարցեր եթե դուք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ խնդրում եմ ասել Գյումրի քաղաքապետի կալանավորումը ինչ ուղերձ է գաղափարի ինդիմացիայի Հա բայց ո՞նց կարելի է այդպես խոսալ, ուզում հասկանամ, էլի еще ушла из кадра։ Ես հետո կարձականքեմ նման Արի էթիկայից էր խոսում։ Կադրի համար հոգեական Կրկնեմ թերևս հարցը պարոն Սիմոնյան նոյեմբերի 16-ին շաբաթ կաշառացված համարվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գյումրի քաղաքապետի կալանավորումը ըստ ինչ ուղերձ է պարունակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որովհետեւ ձեւով քաղաքական մանդատը իրան չի փրկելու ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են եթե դու գողցող ես եթե դու գողական ես եթե դու ավտորիտետ ես համարում քեզ եթե դու այդ բարքերով ես ապրում քո տեղը բանտում է դա չի նշանակում որ դու կարաս քո տեխնացիոնը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված չի փրկելու մեռանք ասելով ոչ էլ էս դահլիճն է փրկելու ինչքան ասենք այդ մարդկանց չի լինելու այդ ստից ձևական ամեն մի հանցագործին քաղաքական բանտարկյալ քաղաքական հալածյալ Լսի, իհարկե ոչ, ով, օրինակ, անուն ասա, լավ էլի, խնդրում եմ, Միքայել Հայրապետյանը ոնց կարա քաղաքական հայացք ունենա, խնդրում եմ, բարոյականությունից մի խոսա, խնդրում եմ, լուրջ ես ասում, բա 11 կալանքի հետ համատեղություն չունեցող մարդուն, որ տարան մցրեցին բանտ եւ սպանեցին հաց բերողին Մարդ էլ կար էս դահլիճում այդ հանձնաժողովի ղեկավարներ չէ որտեղ մենք տես բան չենք անում բայց եթե չընդհատես իմ խոսքը կտեսնես ինչին է վերաբերում հարգելին ես ում կողմից սպանվեց դե ի ֆակտ խփեց հոգեբանական բաներն էլ կա լավ էլի դուք լուրջ եք համարում դուք համարում եք սա լուրջ լրագրություն ես ասեմ չի մեռել ինչ ես վրթովում հարգելիս Սենց որ մի քիչ շարունակես կարող ես եմ մեռնեմ այնքան խոսաս մի քիչ ավելի արեստավարժ եղեք ավելի բիսեդկայի չգիտեմ խոհանոցի ես հասկացա լսեցի այո մարդը մեռել ես այդ մարդուն ճանաչում եի անձամբ շատ երկար տարիներ դու իրան ճանաչում ես չկա մեր իշխանության ժամանակ օրինակ բեր ում բերում են լսի գիտես տենց մի հատ արտահայտություն կա ասում բանտում մեղավոր մարդ չկա հələ գնա բանտ մտի յուրաքանչյուր խոց տարբեր հանցագործությունների մեջ տես մեղավոր Բա ոնց կարա այն մարդը ում անունը դու տալիս ես զբաղվի քաղաքականությամբ ուզում եմ հասկանալ Արդեն այն բանը որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ Չէ ոչ թե անմեղ չի արդեն խոսում է այս դրա մասին որ ինքը մտել է այդ քո ասած ուղու մեջ եւ երբ որ ինքը հայտարարություն է անում պետք է պատասխան տա Հիմա որ Գաղափարի ընտրություններից առաջ խոյ խոշորացված համայնքում մեծ բարեգործական միջոցառում է իրականացվում Ով է իրականացում Ոյ համայնքի Տեղեք չեմ, անկեղծ տեղեք չեմ
Տեղյակ չեմ, թող իրավապահ մարմինները, թող ԿՀ-ն արձագանքի, ես գնահատական չունեմ, ես պետք է իմանամ Քարոզ Աշրավը սկսել է, թե չի սկսել, ինքը դա ներկայացրել է, թե չի ներկայացրել, օրենքը պետք է բացեմ նայեմ, ձեզ դուք ազատ եք, ձեզ ինչ կա, դուք գալիս ասում եք, այ ասեք, խնդրում եմ, սա սենց է, ու դե գնա դու ապացուցի, որ դա տենց չի։ Քաղաքական գնահատական ասում եմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեջ բացառվում է, որ որևիցե հրահանգ լինի, ինչ որ ձևով ընտրակաշառք բաժանելու։ Մենք նախ փող չունենք ընտրակաշառք բաժանելու համար։ Դա մեկ, սխալ տեղեկ եկե։ Երկրորդը, ասում եմ, մենք մեր մեջ շատ սխալներ են լինում շատ ընտրությունների ժամանակ, եղել են ինչ որ բաներ, որ մենք սխալ ենք արել, բայց կոնկրետ հարց եք տալիս, կոնկրետ հարցի հետ կապված դիմեք կոնկրետ մարմիններին, ինչ եք հարց տալիս։ Շնորհակալություն։